Սիրակի իմաստնությունը 24 Գովք իմաստության Իմաստությունը կգովվի իրեն և պիտի պարծենա իր ժողովրդի մեջ, բարձրյալի տաճարում պիտի բացի իր բերանը և նրա զորության առջև պիտի պարծենա։ Ես դուրս ելա բարձրյալի բերանից և մշուշի նման ծածկեցի երկիրը։ Ես բնակվեցի բարձունքներում և իմ աթոռը ամպիսյան մեջ է։ Միայն ես պտտվեցի երկնքի ծիրով մեկ, գնացի անդունդների խորքերը, իշխեցի ծովի ալիքներին, բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին ու ազգերին։ Այս բոլորի մեջ հանգիստ փնտրեցի և այն երկիրը, ուր ես հանդարտվեմ։ Այն ժամանակ բոլորի արարիչը պատվիրեց ինձ և նա, ով ստեղծեց ինձ, ցույց տվեց իմ խաղաղության խորանը։ Նա ասաց. «Դու բնակվիր Հակոբի տոհմի մեջ և Իսրայելի մեջ ժառանգություն ստացիր։ Սկզբից հավիտենականությունից առաջ Տերն ստեղծեց ինձ, և ես հավիտյան չեմ նվազելու։ Ես պաշտամունք մատուցեցի նրա սուրբ խորանի առջև, ապա հաստատվեցի Սիոնի մեջ։ Տերը նույնպես բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, և իմ իշխանությունը Երուսաղեմի մեջ է։ Ես արմատավորեցի փառավոր ժողովրդի մեջ, Տիրոջ բաժնում, նրա ժառանգության մեջ։ Բարձրացա Լիբանանի նոճու պես և Ահերմոնի լեռների դափնու նման։ Բարձրացա ինչպես արմավենին Ենգադիում և ինչպես վարդենու տունկը Երիքովի մեջ։ Բարձրացա դաշտի վայելուչ ձիթենու պես, բարձրացա սոսու նման, բուրեցի իբրև կինամոն և խնկի ծառ, իբրև քաղբան, խունկ, ստաշխ և իբրև կնդրուկի անուշ հոտ վրանում։ Բևեկնի նման արձակեցի իմ ոստերը, և իմ ոստերը փառքի և շնորհների ոստեր են։ Ես իբրև այգի շնորհներ եմ բխում, և իմ ծաղիկները փառքի և հարստության պտուղներ են։ Մոտեցեք ինձ ամենքդ, որ ցանկանում եք ինձ, և ճաշակեցեք իմ արմատներից, քանզի իմ հիշատակը մեղրից քաղցր է, և իմ ժառանգությունը ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը։ Ովքեր ուտեն ինձ, տակավին պիտի քաղցած մնան, և ովքեր ըմպեն ինձ, տակավին պիտի ծարավեն։ Ով ինձ լսի, չի ամաչի, և ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի։ Այս ամենը բարձրյալ Աստծու ուխտի գիրքն է և օրենքը, որ մեզ պատվիրեց Մովսեսը իբրև Հակոբի ժողովուրդների ժառանգություն։ Նա իմաստությունը հեղում է Փիսոն գետի նման, և ինչպես Տիգրիսը նորահաս բերքի օրերին։ Նա գիտությունը լցնում է եփրատի նման, և ինչպես Հորդանանը հնձի օրերին։ Նա խրատը սփռում է իբրև լույս և տարածում ինչպես Գեհոնը բերքահավաքի օրերին։ Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը ևս, քանզի նրա խոհեմությունը ծովից անհուն է, և նրա խորհուրդը խոր է մեծ անդունդներից ավելի։ Ես իբրև ջրմուղ ելա գետից, և իբրև վտակ ելա դրախտից, ասացի. ջրեմ պարտեզը և ջրեմ ածուն։ Եվ ահա ինձ համար ջրմուղը գետ դարձավ, և ինձ համար գետը ծով։ Տակավին ես գիտությունը պիտի լուսավորեմ ինչպես առավոտ, և նրա լույսը պիտի տարածեմ մինչև հեռաստանները, և տակավին ուսմունքը պիտի սփռեմ իբրև մարգարեություն, և այն հավիտյանս պիտի թողնեմ ազգերի մեջ։ Տեսեք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի, այլև բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են այն։